Ահա երկնային իմաստությամբ լցված մարդու օրինակը։ Մարդ, ով չի փնտրում երկրավոր նյութական հաջողություններ, հարստություն կամ հարամարավետություն, այլ հետևելով Պողոսի օրինակին, Հիսուսի օրինակին, այստեղ Տիմոթեոսի հրաշալի օրինակը, իր ողջ կարողությունները դնում է ավետարանին ծառայելու համար։ Նա Հիսուսի ու ավետարանի շահն է փնտրում, նա հոգ է տանում իր եկեղեցու կարիքների համար, որով եւ ծառայում է միաբանությամբ ավետարանի առաջընթացին։ Մարդկային իմաստության արդյունքում ամեն տեսակ չար պտուղներ կար, չէ՞։ Իսկ երկնային իմաստության արդյունքում ամեն տեսակ, ասում է, բարի պտուղներ, լի, ասում է, բարի պտուղներով։ Ինչպես ես դու հոգ տանում Աստծո ընտանիքի կարիքներին, ինչպես ես դու փնտրում ավետարանի շահը, ու որքանով ես նպաստում Աստծո արքայության տարածմանը, այն ամենով, ինչ ստացել ես Աստծո